Վաղարջը մեր տատիկները թխում էին միջինքին, որպես աչքալույս, որ պահքը կիսվել է եւ Քրիստոսի հրաշափառ հարությունը մոտ է, հաճախ այն անվանում էին միջնաբաղջ կամ կլոճ։ Թարմ հալած յուղի վրա շաքարը վազ էին լցնում, խառնում այնքան, մինչև շաքարը մեջվեր։ Այս զանգվածի վրա ձու էին կոտրում, աղովանիլ ավելացնում, լավ հարում, հետո քիչ-քիչ ավելացնում էին նախապես մաղած ալյուրն ու աղը։ Խմոր էին հունցում, երբ խմորը դառնում էր բավականաչափ պինդ, բայց ոչ լիարժեք, ավելացնում էին խաշխաշի սերմեր, չամիչեղեն, չրեղեն, ընկույզ, առատորեն խառնում էին եւ ավելացնում մնացած ալյուրը։ Հունցում էին ձեռքերով, ստանում շատ նուրբ խմոր։ Խմորը ձեռքերով տարածում էին թոնրի կախվող թավայի մեջ, բայց մենք այն կտեղավորենք ջեռոցի տապակի մեջ։ Կհարթեցնենք այսպես մոտ 2-3 սանտիմետր հաստությամբ։ Դեղնուցը կքսենք, կձևավորենք ավանդական նախշերով։ Սա արդեն ձեր ցանկությամբ։ Կուզեք գաթայի նման կսմթեք կողքերը, կուզեք թողեք հենց այնպես։ Ես այսպես եմ թողնում։ Ձևավորում եմ նաև խմորից մի փոքր կմճտած ցորենի հասկերով։ Վաղարդի մեջ պարտադիր լոբի կամ մետաղադրամ էին տեղադրում եւ այն բաժին հասներ, այդ ամբողջ տարին հաջողակ էր լինելու։ Վաղարջը ուղարկում ենք թխվելու 190 աստիճանում մոտ 35 րոպե։ Եվ վերջ այն պատրաստ է։ Վաղարջը բաժանում են ընտանիքի անդամների թվով եւ բոլորին հյուրասիրում։ Բոլոր նրանք, ովքեր շարունակում են պահել պահքը, մաղթում ենք ուժ եւ կորով, իսկ մեզ բարի ախորժակ ու վայելում։ Պահպանեք բաղադրատոմսն ու տարեք ձեր խոհանոց։